Հայաստանում խարդախության նոր սխեմա է տարածվել։ Քննչական կոմիտեն ներկայացրել է հանցավոր մեխանիզմը, թե ինչպես են խարդախները փորձել քաղաքացիներից գումարներ շորթել։ Ինքնությունը չպարզված անձը անձին սոցցանցերում տեղադրում են գովազդներ, Հայաստանի կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ։ Հետադարձ կապի միջոց հիմնականում նշում են WhatsApp-ի և Telegram-ի արտասահմանյան հեռախոսահամարներ, որոնք ըստ էության Հայաստանի կապի օպերատորների կողմից չեն հսկվում ու չունեն որևէ անձի անունով գրանցում։ Քաղաքացիները գայթակղվում են շահավետ առաջարկով և կապ հաստատում այդ անձանց հետ, պայմանավորվում են հանդիպել առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղիում, պատճառաբանում են, որ զբաղված են և անձամբ չեն կարող գալ, իրենց փոխարեն մտերիմը կմոտենա քաղաքացիներին խնդրելով գումարը փոխանցել նրան։ Նշում են, որ նա կփոխանակի տարադրամն ու փոխանակված գումարը կվերադարձնի։ Այդ ընթացքում հանցագործը կապ է հաստատում էլեկտրոնային հարթակներում և հավելվածներում տաքսի ծառայություն մատուցող անձանց կամ օրավարձով աշխատող վարորդների հետ, նրանց ևս գցելով մոլորության մեջ, առաջարկելով անհամեմատ բարձր ուղևորց։ Վարորդին ուղղորդում են նույնպես մոտենալ ավտոկայանատեղի, իբրև թե իր հյուրերին այնտեղից Երևանի որևէ հյուրանոց, հետո օդանավակայան տեղափոխելու նպատակով։ Տարադրամ փոխանակել ցանկացող և իրենց ծուղակն ընկած քաղաքացիներին խնդրում են մոտենալ կայանված այդ ավտոմեքենային։ Երբ տուժող քաղաքացին մոտենում է վարորդին, հանցավորը կապ է հաստատում նրա հետ, խնդրելով մինչև հյուրին նշված վայրը տեղափոխելը վերցնել համապատասխան գումարը, ներս մտնել առևտրի կենտրոն և գումարը փոխանցել իր կողմից մատնանշած անձին։ Քանի որ քաղաքացին այդ ընթացքում էլ սպասում է մեքենայի մեջ, չի կասկածում խաբեության մասին։ Խարդախության զոհ դառնալու մասին քաղաքացին տեղեկանում է, երբ վարորդը դատարկաձեռն վերադառնում է առևտրի կենտրոնից։ Չգիտես ինչու օնլայն տիրույթում մարդիկ շատ ավելի հեշտ են գնում նման գործարքներից։ Մարդ պետք է մտածի իրական կյանքում ինքը կաներ է, թե չէ։ Եթե չէր անի, ուրեմն պետք է օնլայնն էլ ճանել։ Պարզվել է, որ առևտրի կենտրոնում գումարը վերցնող մարդիկ ևս խաբեության զոհ են։ Նրանք ևս չիմանալով գումարը փոխանցել են Երևանի տարբեր վայրերում իրենց սպասող անձանց։ Ընդ որում հանդիպումներն այնպիսի վայրերում են եղել, որտեղ չեն եղել տեսանկարահանող սարքեր։ Նախաձեռնվել են 1 տասնյակից ավելի քրեական վարույթներ տարադրամի բարձր շահութաբերությամբ փոխանակման պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։ Բացահայտումը լուրջ խնդրեմ է բոլոր դեպքերում, որովհետև ինտերնետ տելեֆոնիայի միջոցով համարները կեղծվում են, որ դուրս գալ դրանց վրա շատ բաց է, հիմնականում գրեթե կարելի ասել անհնարին, այսինքն պետք է միջազգային հետաքննություն լինի, բոլոր երկրները չեն, որ համագործակցում են, թելը գնում կորում է։ Խարդախներից տուժածները կրել են ընդհանուր $65,000 և 11 միլիոն ռուբլու վնաս։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։